Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի իրականացնել հեծի ժամանակավոր կառավարչի իր պարտականությունները, մինչև պետությունը առաջիկա 3 ամսում որոշում կկայացնի, թե ինչ ուղղությամբ է առաջ շարժվելու, հայտնել է ՀԾԿ մարմինը։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն է Հակակոռուպցիոն դատարանի բակում անդրադարձել հեծի հարցին ու նշել. մեջբերում հեծը ոչ մի լուրջ կազմակերպություն չի գնելու, եթե արբիտրաժ դիմելը ոտնահարվում է։ Ստոկհոլմի արբիտրաժը արդեն արգելք է դրել, ոչ մի աշխարհում ոչ մի լուրջ վարկանիշ ունեցող ընկերություն չի գա, չի գնի որևէ ընկերություն, որը միջազգային արբիտրաժով արգելք է դրած նրա օտարման, նրա հետ կապված որևէ գործար կատարելուն, եթե նրանք ուզում են ունենան միջազգային ներդրող Հայաստանում, նրանք պետք է հաշվի առնեն, որ այդ ներդրողները պետք է ունենան իրավունք արբիտրաժ դիմելու։ Եթե արբիտրաժ դիմելու իրավունքը մարդկանց ոտնահարվում է, ոչ մի լուրջ ներդրող Հայաստան չի գալու, միայն գալու են իրենց ընկերները, բացելու են բետոն ուզել ու Հայաստանում որևէ զարգացում մենք որակական չենք ունենալու։